Այն, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին բարեփոխումների կարիք ունի, դրա մասին բազմիցս է խոսվել է եւ հոգեվոր միջավայրում, եւ աշխարհիկ միջավայրում, եւ ինչ որ քայլեր ձեռնարկվել են։ Դա միանշանակ է պիտի արվի, բայց դա պիտի արվի հասարակական ներգրավմամբ, մասնագետների, հոգեվորական հատկապես խավի մասնակցությամբ։ Դա չպիտի անի գրեթե այսօր վստահություն չունեցող ժողովրդի մի մեծ զանգվածի կողմից, ոչ միայն կասեի առհամարված, այլ չընդունվող իշխանության կողմից, այն էլ այդ ձևով, նման ինչ-որ ֆեյսբուքյան մեղադրանքներով եւ այլն։ Սա վարկաբեկում է հայաստանյաց եկեղեցին։ Եվ հատկապես, երբ որ ժամանակային առումով սա համընկնում է Բաքվից հայ եկեղեցու հասցեին հնչեցված մեղադրանքներով, որ Էջմիածինը հայոց ռևանշիզմի բունն է, որ առաքյալը Բարթողոմեոս առաքյալը, իսկ դա անցյալ տարվա օգոստոսից սկսեց, դա ոչ թե հայաստանյաց եկեղեցու հիմնադիր հայրերից մեկն է, այլ ադրբեջանական եկեղեցու, որտեղ իրենք առաջին քրիստոնյա ազգը իրենք են, այսինքն իրենք են սկզբից եղել են քրիստոնյա, հետևաբար իրենցն է այդ ամբողջը, հետո իսլամ են ընդունել եւ այլն։ Սա լուրջ հիմքեր է տալիս մտածելու, որ այս ամբողջի հիմքում ոչ թե ասենք զավակի մտահոգությունն է սեփական եկեղեցի բարեկարգության մասին, այլ պասերով խաղա Բաքվի եւ Անկարայի հետ, քանդելու այն հիմնասյուններից մեկը, որը հարյուրամյակներ, եթե ոչ առնվազն ավելի քան 1700 տարի եղել է հայոց գոյության հիմքերից մեկը, հատկապես պետականազուրկ շրջանում, հատկապես ասենք գաղութներում, համայնքներում եւ այլն։ Դրա համար Նիկոլ Փաշինյանի հնչեցած մեղադրանքները, անկախ նրանից, այդ մեղադրանքները ճիշտ են թե սխալ, դա ուրիշ հարց է, ձևը ինքնին ընդունելի չէ։ Ես կարծում եմ, որ ասենք աշխարհիկ ղեկավարությունը, եթե ինչ-որ խնդիրներ ուներ, կարող էր հրավիրել կամ գնալ վեհափառի մոտ, նույն եպիսկոպոսած դասի հետ նստեն եւ քննարկեին տարբեր հարցեր, առանց աղմուկի, առանց նման ձևով վարկաբեկիչ քայլեր անելու։ Դա այնպես որ ես կարծում եմ, քանի որ Նիկոլ Փաշինյանը ճակերտավոր, այսպես ասած, բավականին հաջող արդեն քանդել է հայոց պետականությունը, հայոց բանակը, ինքը գնում է երրորդ հինասյուն, ըստ էության մեր, երբ որ նայում ենք ազգային գոյությանը, 3 բանի վրա է հիմնված եղել պետականություն, եթե ունեցել ենք, բնական դարից ածանցվող բանակ եւ հոգեվոր կառույց։ Ի վերջո մեզ համար քրիստոնեությունը եւ հայաստանյաց առաքելական եկեղեցին, գոնե շատերիս համար, դա ազգային հաստատություն է առաջին հերթին։ Հետո նոր կրոնական հաստատություն։ Ես չեմ կարծում, որ մեզանից շատերն են այդ պատվիրանները բոլորը կատարում եւ այլն, բայց նրանք, ովքեր անգամ դա չեն կատարում, այսպես ասած, միևնույն է, հարգանք ունեն սեփական եկեղեցու նկատմամբ եւ պետք չէ ոչ կաթողիկոսին, ոչ եպիսկոպոսներին նույնականացնել եկեղեցու հետ որպես կառույց, ինչպես ասենք կաշառակեր, սրիկա պետական պաշտոնյային մենք երբեք չենք նույնականացնում պետականության հետ, չենք ասում, նույնպես էլ ասենք ինչ որ մի քանի ոչ արժանի հոգևորականների պատճառով պետք չի այդ ավելի քան 1700 տարվա, իսկ եթե առաքյալներից հաշվենք 2000 տարվա կառույցի վրա եւ հաստատուն կառույցի վրա նման ստվեր նետելը։ Դե գիտեք, ես պիտի ասեմ, որ այն որ երկրի առաջին դեմքը կարող է իրեն թույլ տալ նման մեղմ ասած տհաճ, այո, նման բառապաշարի ասենք կիրառումը, նման բաները եւ այլն ինչ է նշանակում, ինչ որ քերու կնգանադոմփում եւ այլն, այսինքն սա արդեն գիտեք ինչ է, այն ցածր դասարանի մանկամիտ երեխաների մեղադրանքների է վերաբերում։ Ի վերջո նորից եմ կրկնում, կարելի էր հանդիպել եւ բոլոր խնդիրները լուծել։ Այստեղ ես նաեւ քաղաքական հարց եմ տեսնում, գիտեք, եւ ադրբեջանական, թուրքական պատվեր միգուցե անգամ ռուսական։ Տեսեք, Միացյալ Նահանգներում եւ աշխարհում քրիստոնեությունը սկսել է ավելի ու ավելի ներգրավել քաղաքական կյանքի մեջ։ Սա պատասխան է իսլամի քաղաքականացմանը։
Եվ մի տեսակ վերադարձ կա այդ արմատներին։ Տրամպի իշխանության գալով մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ պահպանողական արժեքները ավելի են տեղ գտնում քաղաքական կյանքում եւ քրիստոնեական։ Բացահայտորեն իմ հանդիպումների ես երբ որ հունվար ամսին այդ պաշտոնամուտի օրերին այնտեղ էի, որոշ հանդիպումներ ունեցանք, բոլորը խոսում են դրա մասին։ Պատահական չասենք պետք քարտուղարը Ռուբիոն, ասենք տարբեր կրոնական ելույթներ անում ճակատին խաչ արած մրով, որ նման բաներ վաղուց չեն արվել։ Հետևաբար այստեղ կա նաև Ադրբեջանի եւ Անկարայի մտահոգությունը, որ հայ եկեղեցին եւ մենք, ինչպես հենց նույն ամերիկացիք են ասում, առաջին քրիստոնյա ազգ լինելու փաստը կարող է սա փոխակերպի քաղաքական արժեքի եւ իր համար վատ լինի։ Դրա համար, ինչպես մեզ ստիպում էին բարձունքների ճիշտներ ներքև, որպեսզի ավելի խոցելի լինել աշխարհագրորեն, նույնն էլ հոգևոր բարձունքից են մեզ իջեցնում ներքև, որպեսզի չկարողանանք այդ գործոնը օգտագործել։ Եթե մեր եկեղեցին վարկաբեկվում է, հետեւաբար հայ-ամերիկյան հարաբերությունների մեջ արդեն քրիստոնեության դերը փոքրանում է։ Եթե մեր եկեղեցին վարկաբեկվում է, ապա օրինակ մենք վերջերս Բրյուսելում մասնակցում էինք ժողովրդավարության միջազգային միություն կոչված այդ կազմակերպության համաժողովին, վեհաժողովին, որը միավորում է աճ կենտրոնամետ եւ պահպանողական ուժերին, որի հենց հիմքում դրված է քրիստոնեության արժեքները, համաեվրոպական քրիստոնեական արժեքները։ Այսինքն սա քաղաքական բնույթ այդքան միամիտ հարց չի։ Սա, ինչպես ուզում են ներկայացնել, կուսակրոնության, անձնական սեռական կյանքի հարց չի, սա շատ ավելի լուրջ քաղաքական հարց է։